Կներեք ժողովուրդ, հարցնելը ամոթ չլինի, որևէ մեկը խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը կարդացել է, որևէ տեղ այդ տեքստը հրապարակվել է։ Օրինակ նայեք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի 5000-ից ավել բառերով կազմված պայմանագրին ընդամենը մեկ բառը ամբողջովին փոխեց դրա էությունը, ինչն էլ 5 տարի 3 պետություններ յուրովի մեկնաբանում էին դրա դրույթները։ Հիմա, երբ Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր ծանոթ են խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստին, ինչ ենք քննարկում արդեն մի շաբաթ ժողովուրդ, լուրջ էլի, մինչև երբ կարելի է ազգին բառախաղերով մոլորեցնել, բայց խնդիրը միայն դա չէ։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի քննարկելու այս կամ այն որոշումը, բայց ախր մենք չենք քննարկում, այլ նորից բաժանվում ենք երկու մասի, սկսում ենք իրար մաս պոկել, իրար անիծել, էլ գող փիսո, էլ քաչալ շուն եւ այլն։ Իսկ որոշ մարդիկ առիթը բաց չեն թողնում եւ ձեռքի հետ անիծում են Արցախն ու արցախցին, որը ընդհանրապես այս թեմայի հետ կապ չունի։ Ով ինչպես ուզում է թող հասկանա եւ մեկնաբանի իմ խոսքերը, ով ինչ անուն ուզում է թող տա ինձ, իհարկե մեջքիս հետևում, ով ինչ պիտակ ուզում է թող փակցնի, ինձ դա չի հետաքրքրում։ Ասել եմ եւ ասելու եմ, պատերազմը լավ բան չէ ժողովուրդ, ես այն տեսել եմ եւ մարմնիս ամեն թիզով զգացել, ինձանից շատ ոչ ոք խաղաղություն չի տենչում, բայց պետք է հասկանանք, մեր թշնամին խաղաղության չի գնալու այսքան հեշտ, ես պարտության հետ չեմ համակերպվել, չեմ համակերպվում եւ երբեք չեմ համակերպվի, ես ուղղակի վստահ եմ, որ կգա մի օր եւ կմնա մի օր։ Մինչ այդ խնդրում եմ վերջ տվեք իրար մեջ թշնամի մանգալուն, իրար անիծելուն եւ արհեստականորեն արցախցիների, գյումրեցիների, լոռեցիների միջև ատելություն սերմանելուն։ 10 մածունի մերան կուսակցություններ, ԱՄՆ տափաստանային արվամոլներ, Լուբյանկայում երթում տված քաղաքական գործիչների միակ նպատակը Հայաստանը ներսից պայթեցնելն է։ Թույլ մի տվեք, որ ձեզ ակամայից գործիք դարձնեն։ Վստահ ասում եմ, ամեն ինչ շատ լավ է լինելու, գրել է Հրանտ Միքայելյանը Facebook-յան իր էջում։ Միջազգային բոլոր դերակատարները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագրի համաձայնեցումը եւ բանակցության ավարտը, հայտնելով պայմանագրի ստորագրման ակնկալիք, բայց այդ ակնկալիքների կամ ցանկությունների ֆոնին անպատասխան է մնում հարցը, թե ինչպես են պատկերացնում ստորագրումը հաշվի առնելով այն նախապայմանները, որ դրա համար առաջ է քաշում Ադրբեջանը։ Միջազգային դերակատարները լոյալ են այդ նախապայմանների հանդեպ։ Այստեղ բուն հարցն այն է, որ այդ նախապայմանները ինքնին միայն բովանդակություն չեն, թեև անգամ այդ առումով դրանց հանդեպ լոյալությունը չի կարող ունենալ որևէ տրամաբանված եւ իրավաքաղաքականորեն փաստարկված հիմք, բայց դրանից բացի այդ նախապայմանները լոկ բովանդակություն չեն, այլ մեթոդաբանություն եւ դա թերևս հիանալի պատկերացնելի է միջազգային դերակատարների, հատկապես Կովկասի հարցում առանցքային ներգրավում ունեցած եւ ունեցող սուբյեկտների համար։ Նրանք շատ լավ են հասկանում, պատկերացնում, գուցե անգամ գիտեն, որ Ադրբեջանի համար նախապայմանները ընդամենը Հայաստանը մշտական ճնշման ներքո պահելու եւ Հայաստանից առավելագույնը կորզելու միջոց են։ Եթե բավարարվի մեկը, հաջորդելու է մյուսը եւ այդպես շարունակ, մինչեւ որ Հայաստանը ըստ էության կդադարի լինել կենսունակ իրավաքաղաքական սուբյեկտ։ Վերջին հաշվով նաև դա էր պատճառը, որ Բաքուն ըստ էության ստեղծեց մի իրավիճակ, երբ հայ-ադրբեջանական գործընթացը միջազգային միջնորդությունների հարթությունից տեղափոխվեց երկկողմ հարթություն։ Այդ միջնորդներից որևէ մեկը սկզբունքորեն դեմ չեղավ դրան, հիմա, երբ հայտարարում են պայմանագրի ստորագրման ակնկալիք, ապա դա թույլ է տալիս մտածել, որ այդ ակնկալիքը նույն այն տրամաբանության շրջանակում է, որում իրավիճակը զարգացել է մինչև այսպես ասած տեքստի համաձայնեցումը։ Իսկ իրավիճակը զարգացել է գերազանցապես ադրբեջանական մոտեցումների գերակայությամբ։ Իհարկե դա Արցախյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտության եւ հետո Արցախի կորստի դառը հետևանքն է, բայց հենց այդ իրավիճակը հավասարակշռելու համար էր կարեւոր, որ հայ-ադրբեջանական գործընթացը ծավալվի միջազգային ֆորմալ միջնորդական պատասխանատվության ներքո։ Միջնորդի դերն այդ իրավիճակում պետք է լինի ուժերի հավասարակշռության թեկուզ նվազագույն պատկեր ապահովելը, որպեսզի տեղի չունենա պատերազմում պարտվածի այսպես ասած վերջնական զրոյացում։ Իհարկե միջնորդը բնականաբար այդ պարագայում ոչ թե զբաղվում է բարեգործությամբ, այլ իր շահերով։ Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե չկա ֆորմալ միջնորդություն, դա չի նշանակում, որ չկան այն ուժային կենտրոնները, որոնք կարող են լինել այդպիսին։ Նրանք կան, նրանք դարձյալ ամենևին ոչ պակաս հետևողականությամբ առաջ են մղում իրենց շահերը։
Պարզապես արդեն շատ ավելի նվազ պատասխանատվությամբ։ Հայ-ադրբեջանական գործընթացում Հայաստանի շահերի պաշտպանության համար շատ կարևոր է միջազգային միջնորդական ձևաչափի վերականգնումը։ Նյութի աղբյուր, Առաջին AM։